Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է մանկապղծության թրաֆիքինգի համար ԱՄՆ-ում մեղավոր ճանաչված հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի վերջին փաթեթը։ Մի քանի միլիոնի հասնող սկանդալային նյութերում աշխարհի հայտնի առաջնորդների, հասարակական քաղաքական գործիչների անուններ են։ Սկանդալի կիզակետում ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն է, որը դեմոկրատներին է մեղադրում իրեն վարկաբեկելու փորձերի համար։ Էփշտեյնի գործի նյութերի հրապարակումից հետո Թրամփի անունը կապում են մանկապղծության, սեռական բռնության դեպքերի հետ։ Թրամփը պնդում է, որ որևէ կապ չունի Էփշտեյնի հանցագործությունների հետ, երբեք չի մասնակցել նրա կղզում կազմակերպվող մանկապիղծ միջոցառումներին եւ դադարել է հետը շփվել, երբ բացահայտել է, որ նա սեռական հանցագործ է։ Էփշտեյնի հայտնի գործի սկանդալից սակայն զերծ չեն մնացել նաև դեմոկրատները։ ԱՄՆ նախկին նախագահ դեմոկրատ Բիլ Քլինթոնի անունը նույնպես կապվում է Էփշտեյնի հետ։ Գործի նյութերում Քլինթոնի լուսանկարներն են Էփշտեյնի կղզում նրա կազմակերպած միջոցառումներին մասնակցելիս։ Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուի լուսանկարները նույնպես Էփշտեյնի գործի առանցքում են։ Հենց այս գործի պատճառով էլ Էնդրյուն զրկվել էր իր արքայական տիտղոսներից։ Բիլ Գեյթսի, Իլոն Մասկի անունները նույնպես կան գործին կցած նամակներում։ Մասկը սակայն նախկինում էլ հայտարարել էր, որ մերժել է Էփշտեյնի կղզի այցելելու հրավերը։ Մանկապիղծ սեռական հանցագործ Էփշտեյնը կապ է ունեցել նաև Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Էփշտեյնի նամակագրությունները վկայում են նրա Բաքու հնարավոր այցի մասին։ Դուբայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ Սուլթան Ահմեդ բին Սուլեյմանը Էփշտեյնին ուղղված իր նամակում առաջարկում է ծանոթացնել նրան իր լավ ընկերոջ Ալիևի հետ։ Մեկ այլ նամակում էլ Էփշտեյնն ինքն է խոսում Բաքու մեկնելու ցանկության մասին։ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի թրաֆիքինգի համար։ Ըստ մեղադրանքի նա կազմակերպել էր անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենում գտնվող իր տուն։ Այդ աղջիկներից ամենակրտսերը 14 տարեկան էր։ Էփշտեյնը ձերբակալվել էր 2019 թվականի հուլիսի 7-ին։ Մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Նշվում է, որ ինքնասպան է եղել իր բանտախցում։